Բարև հարգելի հեռուստադիտողներ, մեր նախորդ հաղորդման ժամանակ մենք փաստեցինք, որ ընդամենը 2-3 օրվա ընթացքում անսպասելիորեն ընկավ Շահումյանի շրջանը, որը ցավոք մինչ օրս էլ գտնվում է հակառակորդի վերահսկողության տակ։ Բայց մենք շարունակում ենք հավատալ, որ մեր հայկական հողերը մի օր նորից մերը կլինեն։ Շահումյանի անկումը անասելի մեծ խուճապ առաջացրեց Հարևան Մարտակերտի շրջանի սահմանակից գյուղերում, որի բնակչությունը վախեցած բռնեց գաղթի ճանապարհը։ Խուճապի ալիքն աստիճանաբար տարածվեց նաև մյուս գյուղերում։ Ասել, թե թշնամին դիմադրության չէր հանդիպում, ճիշտ չէր լինի, սակայն այդ դիմադրությունը բավարար չէր, եւ որ ամենակարևորն է, հակառակորդը մինչև ատամները զինված էր ու մեծաթիվ, իսկ հայ ազատամարտիկների թիվն անհամեմատ փոքր էր եւ նրանք միշտ զենքի ու զինամթերքի կարիք էին զգում։ Ճշմարտությունը պահանջում է ասել, որ ոչ բոլոր արական սեռի ներկայացուցիչները մնացին ու պաշտպանեցին երկիրը։ Ոմանք միացան կանանց ու երեխաներին ու լքեցին իրենց օջախները։ Կադրերը, որ դուք դիտում եք, Բենիկ Ղարախանյանը նկարահանել է հուլիս ամսվա առաջին օրերին։ Պեխոտը շատ էր, բազմամարդ պեխոտն էին, 4 կոբրայի դուսու։ Ուրեմն, հետո այստեղ ամասերը վրա ուղղաթիռներ էին պատտո, քուփում էին մեզ վերևից։ Չեն թողնում, որ կարողանանք աշխատել բանջերով։ Երկու տանկը դիրք մտելով հետո դա քուփում են ճանապարհի երկու կողմերով։ Այստեղ, երբ որ մենք այդտեղից դուրս ենք եկել, մեր BMW զրահամեքենա թողել են այս ճանապարհի մոտ։ Թողեցին իրենք նահանջեցին, զրահամեքենա մենք գրավել ենք։ Երկուսն էլ հետև էին թողել։ Մեկ ուզես փախչել, խփել էինք, այն էլ վերցրին։ Երկուսն էլ վերցրել ենք։ Ramazan kılan. Այս ճանապարհով արդեն թուրքերը հասել են Ջրաբերդ Հավանին հասել։ Ուրեմն Վենա ժամանակ են հասանք տանկերով պեխոտայի հետ միացին, սա մեր հարգարժան կոմանդիրը պեխոտայի, որ հետ միասին դրած դուրս շպրտեցինք դեպի կողմ, բայց մանրաղաց չկարողացանք մտնել, որովհետև ազերիների կողմը ուժեղ կուտակումներ են։ Շուտով կմտնենք, բայր կմտնենք, մեր հողով նրանց թողնում, որ մտնենք։ Երկու տանկա երեք խփել, բայց երեք չառաջ օրը, ուրեմն Կարմիրևանի մոտ խփել է երկու տանկ մի հատ BMW, իսկ այս կողմում Ջրաբերդի մոտ 3 BMW վերցրել է թուրքերից։ Երկու ավտոյի հետ միասին։ Երկու մի հատ BMW 2, երկու հատ BMW 1։ Մենք չպիտի զիջենք։ Մահապարտներ ենք մենք, կամ հող կամ Просто օգնությունով շեյ։ Ճիշտ է, դե ամեն ինչ լախր է։ Կռիվ այլ փոխական հաջողություն էս կողմնալու, բայց դե մենք ուսումնարներ չենք կորցնում։ Սա լավ է։ Gale ator, boş ver gale. Տղաներ, ես խմենք մեր երեկվա հաղթանակ։ Հերտանացիքն էլ թողնալ։ Մենք մենք ապա։ Ժամանակ, հաղթանակի կինաս։ Մահ թուրքերի։ Մահ թուրքերի։ Տղաներ, այսօր մեր քույրերից մեկի դնում լազիչկա։ Արի։ Չեն մաչը, մեկ է ստոդա։ Չեն է թողում, որ մաչը։
Բրճերը չտանում որ հրաժեն։ Ես տեսել եմ, հրաշում չկա։ Հեսա զարկես խարը։ Հենց նոր քիչ առաջ 25 սամալյոտը արագ ընթացքով այդ կողմից եկավ ասած տեղ երկու սնարյադ թողեց տների վրա։ Զոհվել են, երևի զոհված էլ կլինի մի հոգի, վիրավորները 4 հոգի։ Կոնկրետ բանը վերցալ բոմբը։ Ինչի վրա են, Այսօր ցանցումը գիտես ինչ արել, դա շուտ քաշել արել։ Սա մեջին բիզնես կարող է պայթել։ Լոխ քրվալի տվալի ինստի։ Դարաս ասացի չէ սամալյոտ է եղել։ Մենք սերը մի քիչ վերև գնում էինք ես վերևով։ Այդ պայթուցու սամալյոտի ձենով ասեցին, մեգա պայթուցու։ Այդ էսան կատերոտ Դեշկրակա։ Սալամը կուբրտն է ինքանի։ Կպրծնենք վերջը տես չի մնա թուրքիտիրով երեկանից ենք արդեն։ Այ տորքն թաղել է, բարձր թաղել։ Դες համթայիրեք սամալյոտ է։ Ինչել եմ դες դարձա։ Ասում տան դառնալի պարաշուտ ալկախալյա։ Ես կգամ։ Մեկ շտա եկալ ասենց կխավս հնցալ։ Մին տեսամ ծոխն յակը։ Հուլիսի 4-ին այնուամենայնիվ ընկավ շրջկենտրոն Մարտակերտը, ինչը էլ ավելի մեծացրեց խուճապը, որը ձնագնդիկի պես տարածվեց շրջանի բազմաթիվ գյուղերում։ Ասում ողջ շինած, այրեքնու կատմերը շինած, դե որ պարկած, դե համտոնը շրապ քարեր, պայր տեղափոխես, են հանգարտանից ազադալը, իրա ոստեղ, բանը վար իրա են անում 45 կիլոմետր կյամա, տները ողջել է տա, ինչ անենք, էլ չենք կտել, ինչ անենք, սաղ են, հարևաններ են, սաղ են, գյուղ են, տները ողջել է եկած ախր կարող չացած կենիք տեղաչի, մանու չի, բայց եկած ստեղ մենի բեքշ, սե հիվանդենք, վեշ կարում ենք, տեսնենք, վեշ կարում ենք, թորու կյամա կարում չենք ապրենք։ Հուլիսի 21-ից 27-ը Բաքու, Նախիջևան, Ստեփանակերտ և Երևան այցելեց Ռուսաստանի միջնորդական առաքելությունը։ Նույն ամսվա 26-ին Ստեփանակերտ այցելեց Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարության հատուկ հանձնարարությունների գծով դեսպան Վլադիմիր Կազիմիրովը, որը ԼՂՀ ղեկավարությանը ներկայացրեց ռուսական միջնորդի մշակած օրինակելի օրացույցը ռազմական գործողությունների դադարեցման միջոցառումների մասին։
Սակայն ռազմական գործողություններն իհարկե չդադարեցվեցին, որովհետև Ադրբեջանը որոշել էր զենքի ուժով վերջնականապես լուծել Ղարաբաղի հարցը։ Հուլիսի 31-ից օգոստոսի 5-ը Հռոմում տեղի ունեցավ ԵԱՀԿ Մինսկի խմբի հանդիպման 4-րդ ռաունդը։ Հանդիպմանը առաջին անգամ մասնակցեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտոնական պատվիրակությունը, ԼՂՀ նախարարների խորհրդի նախագահի առաջին տեղակալ Բորիս Արոշանյանի գլխավորությամբ։ Իդեպ նա ևս 3 անգամ եղել է մեր պատվիրակության ղեկավարը Հռոմում կայացած բանակցությունների ժամանակ։ Օգոստոսի 11-ին Ամերիկայի Միացյալ Նահանգների կոնգրեսն ընդունեց բանաձև, որով դատապարտում էր Ադրբեջանի ագրեսիան Լեռնային Ղարաբաղի դեմ եւ արգելում Ամերիկայի Միացյալ Նահանգների վարչակազմին կառավարական օգնություն ցուցաբերել Ադրբեջանին, որը բլոկադա էր ենթարկել Հայաստանին եւ Լեռնային Ղարաբաղին։ Սակայն դա էլ չսանձեց Ադրբեջանին, որը ոգևորված իր ռազմական հաջողություններով բոլորովին լկտիացել էր։ Եվ ահա այդ օրհասական պահին, երբ Արցախի տարածքի մի զգալի մասը գրավված էր թշնամու կողմից եւ դամոկլյան սուրը կախված էր մեր գլխին, որոշվեց դիմել արմատական քայլերի։ Օգոստոսի 12-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հայտարարվեց արտակարգ դրություն։ Անցկացվեց 18-ից 45 տարեկան Արական սեռի բնակչության զորահավաք, հայրենիքը վտանգված էր։ Իսկ օգոստոսի 14-ից 15-ը տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահության նիստը, որը նախ ընդունեց ԼՂՀ նախարարների խորհրդի նախագահ Օլեգ Եսայանի հրաժարականը, ապա նախագահության որոշմամբ ստեղծվեց Պաշտպանության պետական կոմիտե։ Մեր տեսադարանում պահպանվել է այդ պատմական նիստի ոչ ամբողջական տեսագրությունը, որն ինչպես միշտ առանց միջամտության ներկայացնում ենք ձեր уշադրությանը։ Итак, первое. Об отставке обсуждения заявления премьер-министра и принятия отставки. Я думаю, что порядок действия будет такой. Я думаю, что Олег Исаевич выскажет свою точку зрения еще раз. Мне кажется, что необходимость в этом все-таки будет. Второе, о создании органа, наверное, члены создаваемого Государственного комитета обороны, или так как мы определимся в качестве этого названия этого органа, члены выскажутся. Юридическую основу просили, чтобы вариант посмотрел, чтобы с точки зрения юридической оно все соответствовало нормам. По первому вопросу, возражений у члена президиума не было. Внимательно рассматривался вопрос, связанный с тем, что Олег Исаевич просил некоторых членов правительства, то есть в соответствии с законом, при подаче в отставку члены правительства автоматически считаются. Бурян Карина, думаю, что разъяснит. Этот вопрос рассматривался, но оставлен на усмотрение вновь создаваемого органа. То есть те люди, которые там есть и были, они могут быть привлечены к работе вновь создаваемого органа. Необходимость создания этого органа обусловлена чрезвычайно тяжелой ситуацией, которая находится, имеется в республике, и необходимости концентрации
исполнительной власти. Ես կատեգորիկ դեմ եմ, եթե գերագույն նախագահությունը իրան կազմավորնամա, որ կառավարությունը իր ծրել եւ փորձի ստեղծել նորը։ Ես կատեգորիկ դեմ եմ։ Այստեղ խոսքը վերաբերում է իմ անձնական աստավկայի մասին։ Եթե դուք գտնում եք, որ օրենքով գնում է նաեւ կառավարությունը, եւ որ դուք ստեղ որոշում եք, որ այդ նոր օրգանը պետք է որոշե, թե կառավարության վերանդամներ պետք է մնա, ես դի չեմ գտնում, ես գտնում որ դա սեսիայի իրավասությունն է։ Դեպքում սեսիան պետք է որոշի կառավարության անդամներից ով մնական ու չի մնական։ Ես ամեն դեպքում գտնում որ հանրապետության վարչապետի պաշտոնը պարտադիր մարդ պետք է։ Ես միայն մի բան գիտեմ, որ այդ մարդը ես չում, բայց որ անպայման պետք է մարդ լինի, ես այդ բանը հաստատում եմ։ Вот один элементарный пример, что вот такое состояние, столько-то людей не в состоянии принимать никакого нормального решения. Вот абсолютно. Такое количество людей не в состоянии и никогда этого не будет. Вот пример, вот что Харвард учит кейс. Вот пример, что мы не можем решать один вопрос. Только влияние в эту сторону, в другую сторону, кому удовлетворяет, кому не удовлетворяет. Давайте так. Оставим все эти эмоции в стороне. Никому невозможно найти такое решение, чтобы всех удовлетворяло. Этого не будет, не должно быть вообще. Сняли повестку дня и путем голосования вынесли решение. Первый вопрос – обсудить вопрос статуса государственности. Второй вопрос – обсудить вопрос, значит, отставки председателя. Это первое. Мне кажется, что это неправильно, что мы сначала обсуждаем вопрос отставки председателя. Почему? Потому что, может быть, новый статус, который мы примем, то, что вы сейчас сказали, что при новом статусе будет то-то, то-то, это вилами по воде написано. Мы еще не знаем, что мы примем. А может, это не примется. А если вы решили и сейчас будете принимать это, зачем нас пригласили? Поэтому я считаю, что надо сначала обсудить вопрос, значит, статуса государственности, а потом посмотрим. Если по структуре будет Совет Министров, тогда обсудить этот вопрос. А может, там вообще не будет. Тогда механически они все уйдут в отставку. Далее, чтобы успокоить пыль товарищей, существует элементарный закон. Председатель подает в отставку. Новый председатель, когда придет, он должен формировать свой кабинет. Поэтому все эти товарищи должны остаться на своих местах вместе с председателем, работать. Когда будет новый председатель, он тогда будет формировать. Отставка председателя Совмина. Кто за это, прошу проголосовать. Члены президиума. Единогласно. Спасибо. Я действительно считаю и при составлении этого документа настаивал на том, что создавая этот орган, были широкие полномочия и свободы в выборе команды для работы. Я действительно на это настаиваю. Но вместе с тем я и считаю, что Совмин, как структура, министра, каждый на своих местах, они должны продолжать работать и будут работать. Но руководители этой структуры или там исполнительно-распорядительные органы, чтобы было право менять при необходимости любого из министров без обсуждения на президиуме. Можно сказать, что это нарушение конституционного закона, но поскольку мы освободили премьер-министра на основе того пункта, о котором Карим Бабурян говорит, на основе этого же пункта можно сделать это. То, что было обговорено где-то, скажем, для того, чтобы все стороны пришли к согласию, все это не было донесено до сведения не Олега Исаевича, а если было доведено до сведения Олега Исаевича, то им не было доведено до сведения министров, которых он возглавляет. Потому что действительно я тоже считал, что Совет Министров, как гражданский орган, как орган, являющийся одним из образующих институт государства, он должен сохраниться, должен присутствовать. Однако в процессе всего этого обсуждения, всех этих переговоров, всех этих разговоров, мы, так сказать, к этому очень знаменателю не пришли. И не пришли, и лично я, например, уступил этим настояниям, просто понимая всю сложность ситуации и убедившись, вернее, меня убедили, и я согласился с этим, что другая структура, она более
так сказать, будет жизнеспособна, дееспособна в первую очередь для обороны Нагорного Карабаха. Այն մարդիկ ու են մտնել այդ օրգանի մեջ, որպեսզի նրանք գիտեն իրենց գազոտ ապուշին չեն, սակայն հետագայում այս նույն պրեզիդիումը հավաքվի եւ մեղքերի բարդ իրանց ցերել, պիտի այդ ցերելը իրավունքը տրվի սեսիային, արվեստացիա, այդ մեկ։ Երկրորդը, որպեսզի դուք պրեզիդիումը անդամներ գարանտի ունենիք, մեր օրգանը հետագայում եւ խաղացույն ուզուրպի եւ չնական իշխանությունից երկին պահի ասել ես դեպի կամ չում։ Սեսիան որոշում մնա այդ օրգանը հետագայում, թե չմնա։ Եվ վերջապես, որպեսզի դուք շահագրգռված եք այս սեսիա ինի, եւ դավը կատարվի, այդ դուք դե գիրի անցուք հետո խաղացույնի դավը անըմբռնեմ սեսիան հրավիրում։ Այսինքն мы получаем гарантии, что сессия все же рано или поздно состоится, 6 месяцев получаем гарантии, что этот орган не станет козлом отпущения. В-третьих, получаем гарантии, что этот орган не будет узурпировать власть. Не станет диктатором. Это и есть компромисс, ничего странного. Без этого, я бы согласен положить закон об Мышчили Эдмармина Лахкасасни Лёткокруц, у Амин Миновой эти вещи, для индикатора на карте финансовые, эти Амин Мини ничего не перекрутят, эти поведения, ничего направления перекрутят. Конкретная работа, то есть в основном это исполнительная работа, распорядительная исполнительная работа. Տեխնացիները վերաբերյալ կա տեխնացիներ исполнитель вещи, по должности ряд людей должны ходить просто в этот орган. Если этих людей не будет, просто не представляется нормальное функционирование этого. Это при том, что все министры и так далее остаются руководить своими областями. Это не касается работы министерства. Они будут непосредственно выходить на председателя. По кандидатурам. Во-первых, я считаю необходимым, чтобы вошел туда один из членов президиума Верховного Совета. У меня конкретно предложение выбора по Бабурану. Значит, обязательно председатель комитета самообороны Саркисян Серж. Значит, кандидатура министра внутренних дел. Кандидатура Бабаяна Самвела, так скажем, командующий властями, тот, кто исполняет эту обязанность. И есть предложение, что туда вошел первый заместитель председателя Совета Министров Вооруженных Борис, человек, который непосредственно с экономикой, и председатель комиссии по делам Մեծ հատերով, քանի որ ինձ առաջարկում էր, ես առաջարկեմ և տեխնազությունը զատեն սամազվան կանդիդատը բրիգադիրը Терапию. Надо казма я сейчас вот этот состав. Все-таки надо упоминать и фамилии, если честно. Фамилию упоминать. Я почему говорю фамилии? Потому что у председателя этого комитета, я так понял, из того, что мы договорились, широкие права, вплоть до замены министра и так далее, но я не думаю, что он должен иметь право заменять и членов уже самого комитета. Այսպիսով օգոստոսի 15-ին կազմավորվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության պետական կոմիտե, որի նախագահ ընտրվեց Ռոբերտ Քոչարյանը, տեղակալ Կարեն Բաբուրյանը, անդամներ Վալերի Բալայանը, Սերժ Սարգսյանը, Արմեն Իսագուլովը, Սամվել Բաբայանը, Բորիս Արոշանյանը։ Վերջինս շարունակում էր կատարել նախարարների խորհրդի նախագահի առաջին տեղակալի պարտականությունները, քանզի Պաշտպանության պետական կոմիտեն լինելով ԼՂՀ իշխանության արտակարգ բարձրագույն մարմին, նրան վերապահված էր ոչ միայն ռազմական դրության իրականացման, այլև գործադիր իշխանության լիազորությունները։ Ժամանակը ցույց տվեց, որ Պաշտպանության պետական կոմիտեին հաջողվեց այդ աննկարագրելի ծանր, գրեթե անհույս իրավիճակում համախմբել բոլոր ուժերը, ստեղծել մարտունակ բանակ և շուտով բեկում մտցնել
պատերազմի ընթացքի մեջ։ Այսպիսին էր մեր նորագույն պատմության 17-րդ էջը, որը մենք թերթեցինք միասին։ Ցտեսություն։